Այժմ տեսնենք ինչ է սպասվում հաջորդ շաբաթ առույցների համար։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 3-ից 9։ Ինչ է սպասվում առույցներին։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական կյանք, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ խարիսխ, այսինքն կայուն, շատ կայուն։ Եթե ամեն ինչ լավ էր մինչև հիմա կմնա լավ, եթե լավ չէր, այնքան էլ լավ չէր, ուրեմն կմնա նույնը, ոչինչ չի փոխվի։ Առանձնապես շատ աշխուժ շարժում եւ շաբաթ չի լինի, բայց շատ մեծ փոփոխություններ չեն լինի, կարծես ամեն ինչ կանգ է առել։ Եթե լավ է, շատ լավ է, ամեն ինչ լավ է, որ կանգ առնի, իսկ եթե լավ չէ, հույսով եմ դա մի շաբաթ արդեն կվերջանա։ Անձնական հարաբերություններում եմ տեսնում աշտարակ նաև տեսնում եմ ղարի 6-ը, սա կարող է նշանակել ինչ որ խնդիրներ կան ներողություն, անձնական հարցերում։ Սա կարող է լինել ընտանիքում, սա կարող է լինել անձնական, չգիտեմ, ցանկացած մարդկանց հետ, որ հարաբերվում եք, ընկերական, հարևանների հետ, կարող է լինել ազգականներով, կարող է լինել նաև զույգերի մեջ, ամուսնացած եւ ոչ ամուսնացած։ Կարող է լինել բաժանում, հեռացում, բայց պարտադիր չի, որ ընդմիշտ մարդիկ հեռանում են իրարից, կարող է լինել ուղղակի ժամանակավոր։ Ներողություն, կարտ ընկավ, պետք է վերցնել։ Կարող է ինչ-որ մեկը գնում է ճամփորդության, ինչ որ ավելի հեռու է ճանապարհ է գնում եւ մյուսը տեսակ նեղվել է, տեսնենք։ Տեսնում եմ նամակ, տեսնում եմ նավը եւ տեսնում եմ ձկներ։ Այո, կարող եմ ասել, շատ ինչ որ ղար եմ տեսնում։ Լավ չի որ ղար եմ տեսնում, բայց իրականում վատ բաներ չեն նշանակում սրանք։ Կարող եմ այսպես ասել, ֆինանսական խնդիրներ կան, ըստ երևույթին, ֆինանսական խնդիրներ կան, ինչը ստիպում են մարդուն ճանապարհ գնալ, հեռու ճանապարհ, եւ սա ինքն էլ ուրախ չէ, որ գնում է, եւ կարող եմ ասել, որ իր անձնական, այսպես ընտանիքում ովքեր էլ որ կան, բոլորին էլ հաճելի չէ, եւ այսպես նամակ է ստանում, միգուցե ինչ որ գումարներ եք սպասում, գումարները չեն գալիս եւ դա ձեզ անհանգստացնում է, դուք ճանապարհ եք ընկնում, այո, գնում եք եւ գնում եք գումարների ետևից, գումարի պատճառից տեղեր եմ տեսնում ղարի 10, այսինքն ծախսեր կան, ֆինանսների հետ կապված խնդիրներ կան, սա էլ է ֆինանսները։ Ֆինանսների խնդիրները կան եւ ֆինանսների համար էլ գնում եք, այսինքն գնում եք գումար վաստակելու նոր ձև գտնելու եւ դրա այդ է պատճառը, որ դուք ուղղակի տնից հեռու եք գնում, հեռու ճանապարհ եք ընկնում եւ դա եւ ձեզ եւ բոլորին տհաճություն է պատճառում։ Դե ամեն դեպքում գումար է պետք, մարդը գնում է աշխատելու։ Ես չեմ տեսնում, ել եմ ասում, բաժանում, ընտանիքը քայքայվում է, բոլորովին այդպիսի բան չեմ տեսնում։ Պարզապես ֆինանսական խնդիրներով մարդը գնում է հեռու ճանապարհ գումար վաստակելու։ Այո, աշխատանքի հետ տեսնում եք, ինչ որ նոր ինֆորմացիա, այ լուրն էր, հիշում եք, նամակ էր գալիս, այո, նոր ինֆորմացիա, նոր լուր եք ստանում գումարների հետ էլի կապված։ Եվ սա կարող է աշխատանքի վայր չլինել, այլ լինել պարզապես ձեր գործերի հետ կապված։ Նոր հնարավորություն է ստեղծում գումար վաստակելու, ինչ արդեն մենք տեսանք, դուք ճանապարհ եք ընկնում եւ այո, աշխատանքը գործը կլինի դա, դուք գնում եք ճանապարհ գումարներ վաստակելու համար։ Եվ ձեզ կօգնեն անպայման, կլինի ինչ որ մեկը, սա նաեւ գիրքով կարող է լինել սովորել, նոր այսպես ասեմ, մասնագիտություն ձեռք բերել, ինչ որ մեկը ձեզ ինչ որ մի նոր բան կսովորեցնի, որը ձեզ գումար կբերի, դուք հեռու ճանապարհ գնում եք, ինչ որ նոր գործ կանեք, ասենք չի լինի մի գործ, որ դուք արդեն մինչև այդ արել եք։ Երևի թե նոր ինչ որ կարող է գործ լինել կամ մի քիչ ավելի ոնց ասեմ, շատ ամեն դեպքում պետք է գիտելիքներն ավելացնեք, որպեսզի կարողանաք գումար վաստակել, այսպես կարող եմ ասել, ինչ էլ որ գիտեք, նույնիսկ եթե նույն մասնագիտությամբ մի
այսպես մի կարգ ավելի շատ պետք է գիտելիքներ ունենաք եւ կլինի անպայման մարդ, որ ձեզ կսովորեցնի։ Սա իմաստուն, բանիմաց մարդ է, որը ձեզ կսովորեցնի, ուղղություն կտա։ Միգուցե այդ ճանապարհն իր մոտ եք գնում, հեռու ճանապարհ ուր որ գնում եք, հա, հայերը, ասկիտեմ, չի ասենք խոպան են գնում, չեմ կարող ասել ուր եք գնում, բայց ամեն դեպքում հեռու ճանապարհ է, մոտ ճանապարհ չէ, ասենքն, չգիտեմ, քաղաքից գյուղ չէ, գյուղից քաղաք չէ, մի քիչ ավելի հեռու ճանապարհ է։ Փաստորեն այս շաբաթ առույցների հետ կապված այս ամեն ինչը լինելու է հիմնականում ֆինանսների հետ կապված, ֆինանսների հետ եւ ծախսերի հետ կապված եւ անձնական եւ գործերը եւ ֆինանսները բոլորը կենտրոնանալու են դրա վրա։ Ես փորձում եմ լրացուցիչ եւս մի կարդ անել, տեսնել էլ ինչ կասեն առույցներին։ Այո, տան տղամարդը գնում է գումար վաստակելու, տեսնում եք, տղամարդն է եւ ընտանիքն է։ Այո, տղամարդը իր ընտանիքի համար գնում է գումար վաստակելու, այդպես կարող եմ ասել։ Տեսնում եմ սիրտ եւ տուզը եւ 7-ը շատ հաջող կլինի։ Այստեղ էլ ես 10-ով տեսնում եմ, որ իրականում եւ մարդ էլ կլինի, որ ձեզ կօգնի։ Իրականում հերոյ է նեղվում են մի քիչ ընտանիքի անդամները, անձնական հարաբերությունները մի փոքր տխրություն էր, մարդը տնից հեռանում է ժամանակավորապես, բայց շատ լավ է լինելու իրականում։ Ինքը կաշխատի, գումարել կվաստակի եւ ընտանիքի հոգսն էլ կքաշի։ Ես ճիշտն ասած վատ չեմ տեսնում։ Միակ տխրությունը, որ մարդիկ ուղղակի այսպես երևի կայուն նորմալ ապրել են, հանկարծ ինչ որ ֆինանսական խնդիրներ, ֆինանսական ճգնաժամ է առաջացել, մարդը ոտքի է կանգնում, ճանապարհ պետք է գնա։ Երևի անսպասելի է դրա համար տեսակ նեղվում է ընտանիքը, բայց շատ լավ էր վերջանալու ամեն դեպքում։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կույսերին հաջորդ շաբաթ մայիսի 3-ից 9։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը շատ հետաքրքիր, շատ լավ եմ տեսնում, շատ գեղեցիկ, շատ լավ տրամադրության մեջ եք։ Եթե սիրահարված կույսեր կան, կուզենան գնալ, չգիտեմ, ժամանցի վայրեր, զրուցել, հանդիպել, շփվել, շատ ավելի այսպես շփվելու եւ մարդկանց հետ զրուցելու, հանդիպելու տրամադրության մեջ կլինեք։ Ես վստահ եմ եւ կանայք եւ տղամարդիկ։ Չնայած նկարում կին է, բայց այո, կուզենա գնալ ժամադրության, շփվել, շատ հաճելի տրամադրության մեջ կլինեք։ Անձնական հարցերում էլ, այո, տեսնում եմ, սա երևի թե անձնական հարցերն էր։ Իրականում, եթե ուզում եք դուրս գալ, շփվել, ժամադրվել, գնացեք, բանալին ձեր ձեռքում է։ Դուք շատ լավ ժամանակ անցկացնեք, շատ հետաքրքիր զրույցներ էլ կունենաք, հետաքրքիր մարդկանց հետ կշփվեք։ Եթե ընտանիքով եք ուզում գնալ ժամանցի, անպայման կգնաք։ Կարող եմ ասել, բանալին ձեր ձեռքում է, հարգելի կույսեր, կարող եք շատ հաճելի ժամանակ անցկացնել եւ ընտանիքում եւ բոլոր անձնական հարաբերություններում։ Աշխատանքի վայրում այս կինը կարող է լինել ինչ-որ իմաստուն կին, որը բանիմաց է, կարող է նրա օգնության կարիք ունենաք ձեզ օգնի, կարող է լինել ինչ-որ մեկը, որ նախանձում է ձեզ, չարախոսում է ձեր թիկունքից։ Աշխատանքի վայրում նման բաներ շատ են լինում, չէ՞, մանավանդ եթե դուք հաջողակ եք, ես ամենայն դեպս շատ եմ տեսել։ Փոխանակ փորձեն իրենք էլ աշխատել, իրենք էլ մի քիչ իրենց կողմից, չգիտեմ, աշխատեն իրենց վրա, նախանձում են մյուսի հաջողություններին եւ չարախոսում։ Ցավալի է, բայց կա այդպիսի երևույթ։ Աշխարհում ամեն տեղ ընդ որում, միայն Հայաստանում չի այդպես։ Տեսնենք ինչ է կատարվում աշխատանքի վայրում հաջորդ շաբաթ կույսերի համար։ Կարտերը շրջվել էին։ Եվս մի կարդ անեմ։ Տեսնում եմ այստեղ հետաքրքիր կարտեր, տեսնում եմ ձկները, որը գումարի կարտն է հիմնականում, տեսնում եմ ամպեր, տեսնում եմ, ինչպես կարող ենք ասել, ցախավելը եւ տեսնում եմ ձիավորը։
Այո, միանշանակ կարող եմ ասել, որ սա իմաստուն կին չի իրականում, կա աշխատանքի վայրում, կարևոր չի դուք կին եք թե տղամարդ, աշխատանքի վայրում կա մի կին, որը ձեզ նախանձում է եւ նախանձում է ձեր ֆինանսներին։ Իրենց թվում է, որ դուք ավելի շատ բարձր աշխատավարձ եք ստանում, քան ինքը եւ դա իրեն շատ բարկացնում է։ Շատ, այսպես կարող ասեք ներողություն բառ եմ օգտագործել ու կատաղեցնում է ինքը ուղղակի այսպես չի կարողանում իրեն տիրապետել։ Տեսնում եմ խաչ, այո, աշխատանքի վայրում ինչ որ մեկը լուր է եկել, միգուցե լուր է իմացել ինչ որ մեկից, կիսվել են, խոսել են եւ հանկարծ միգուցե դուք եք միամտաբար կիսվել եք, ասել եք ձեր աշխատավարձն ինչքան է բարձրացել կամ ինչքան գումար եք ստանում։ Իրեն ուղղակի այս կնոջը այսպես հունից հանում է, ձեր աշխատավարձին է ինքը։ Պաշտոնին էլ չէ, աշխատավարձին է նախանձում։ Ֆինանսները Ֆինանսներում տեսնում եմ, այո, դուք աշխատանքում բավականին լուրջ պաշտոն ունեք, բավականին լավ մասնագետ եք, պրոֆեսիոնալ եք ձեր գործում եւ դրանից ցենով է բնականաբար լավ ֆինանսներ եք աշխատում, դրա համար էլ այս կինը նախանձում էր ձեզ։ Բայց ես տեսնում եմ ձեզ ոչինչ չի սպառնում։ Կարող է չարախոսել, կարող է փրփրել, բարկանալ, բամբասել, խոսել, բայց ես չեմ կարծում ինքը կարողանա ձեզ վնաս պատճառել, որտեղ դուք շատ ավելի հզոր եք։ Շատ կայուն, ամուր ձեր պաշտոնում, ձեր դիրքում ինքը ձեզ ոչինչով չի կարող վնասել։ Իսկ ձեր դիրքն ու պաշտոնը կամ աշխատանքը, ձեր բիզնեսն է, ինչ էլ ուզում է լինի, դուք բավականին ուժեղ եք եւ ըստ էության լավ էլ գումարներ եք վաստակում։ Ես մի փորձեմ մի կարտով եւս տեսնել այստեղ ինչ որ հանգուցալուծում կլինի։ Տեսնում եմ գիրքը, տեսնում եմ գերանդին, տեսնում եմ աշտարակը եւ տեսնում եմ էլի ասպետը ներողություն մարդը ձիու վրա։ Ինչ կարող եմ ասել, գիտեք, միակ խնդիրը ես այստեղ տեսնում եմ աշխատանքի հարցում, մնացած ամեն հարցերում դուք շատ լավ վիճակում եք, ամեն ինչ շատ նորմալ է, եւ ձեր ֆինանսներն են շատ նորմալ, ձեր անձնական հարաբերությունը, տրամադրությունը հիանալի է։ Իսկ ինչ վերաբերում է այս կնոջը, որը ձեզ նախանձում է եւ շատ է նախանձում, դուք իմանաք, այս շաբաթ դուք կկարողանաք բացահայտել ձեզ համար, միգուցե ինչ-որ մեկը ձեզ կգա կասի այդ մասին։ Սա գալիս է, տեսեք, արագ ձիավորը գալիս է, ձեզ նորություն է հայտնում, եւ դուք կպարզեք, սա գաղտնիք է բացվում, դուք նորություն եք իմանում, դուք իմանաք, որ ինչ որ մեկը ձեզ այսպես նախանձում չարախոսում է, եւ իրականում դուք կկտրեք այդ կնոջը ձեր կյանքից, ձեր աշխատասենյակից, եթե գալիս էր, գնում էր, խոսքեր քաշում ձեզնից, հետո գնում էր ուրիշների մոտ բամբասում էր ձեզնից, իրականում դուք կկարողանաք իրեն կտրել եւ հեռացնել ձեր կյանքից, այսինքն շփումը ձեր մեջ կկտրվի եւ կվերջանա, ինքը ձեզ ոչինչով չի կարողանա վնասել sense տենից։ Ես չեմ կարող ասել դուք իրան աշխատանքից կհեռացնեք, եթե դուք եք գործատերը, եթե դուք բարձր պաշտոնի եք եւ ունեք իր վրա իշխանություն, նաեւ կկարողանաք աշխատանքից հեռացնել, բայց ես ավելի շուտ տեսնում եմ, որ դուք ուղղակի կկարողանաք վերջը դնել խոսակցությունների եւ իրեն ուղղակի իր տեղը դնել, որտեղ ձեր ընդհանուր տրամադրությունը շատ լավ է, ինքը ոչինչով չի կարողանալու ձեր տրամադրության վրա ազդել։ Հաջորդը նայենք կշեռքների համար։ Ինչ է սպասում կշեռքներին հաջորդ շաբաթ մայիսի 3-ից 9։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական կյանք, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ խաչ։ Շատ բարդ, ճակատագրական ժամանակահատված է կշեռքների կյանքում։ Դե հասկանալի է, սա բոլոր կշեռքների համար չի կարող լինել, բայց որոշ մարդիկ, ովքեր նման վիճակում են, հնարավոր չէ, որ չիմանան։ Ինչ որ շատ տարօրինակ երևույթներ են կատարվում, որ իրենք էլ չգիտեն, ինչպես հայտնվեցին այս վայրում, ինչպես այսպիսի իրավիճակ ստեղծվեց, ինչ կարող են անել այս իրավիճակից դուրս գալու։ Սա ճակատագրով է, այսինքն ձեզնից առանձնապես կախված չէ եւ ինչ էլ որ լինում է, ուրեմն այդպես պետք է լիներ։ Սա կարող է լինել, որտեղ խաչի 6-ն եմ տեսնում աշխատանքի հետ կապված։ Դուք հանկարծակի ձեզ համար պարզում եք, միգուցե դուք ավելի վաղուց եք պարզել, այսպես մի շաբաթում դժվար թե հանկարծակի մի բան պարզվի։ Ուղղակի այս շաբաթ կոնկրետ մտածում եք, թե
այս հարցի շուրջ, թե այս ինչ եղավ, ինչու այսպես լինում, ինչու հանկարծ այս աշխատանքի վայրում այսպես խնդիրների առաջ եմ կանգնած, եւ դա ազդում է ձեր ընդհանուր տրամադրության վրա, փորձում եք հասկանալ։ Անձնական հարցերում տեսնում եմ աստղեր։ Անձնական հարցերում իրականում հարաբերությունները շատ լավ են, շատ նորմալ են։ Ճանապարհ եմ տեսնում, այսինքն գնալ գալ կա, շփվում եք ձեր մտերիմների հետ, շատ մտերիմ եք, շատ լավ եք զգում, շատ մոտ եք իրար։ Անձնական կյանքում այո, ոչ մի խնդիր չեմ տեսնում, շատ լավ է, ամեն ինչ շատ նորմալ է։ Այ աշխատանքի վայրում տեսնում եմ խնդիր եւ դրա համար էլ ես խաչի վեցով այստեղ տեսնում էի։ Աշխատանքում մնալու կամ աշխատանքից հեռանալու խնդիր կա կշեռքների առջև կանգնած։ Ես կարծում եմ մայիսին ես նայում եմ, էլի տեսել եմ կշեռքների նման բարդ խնդիրներ։ Բարդ խնդիրներ։ Աշխատանքի վայրում մնալու չմնալու խնդիր կա։ Եվ կարող եմ ասել, սա ձեզնից իսկապես շատ բան կախված չէ, այնպես չէ, որ դուք ինչ-որ սխալ բան եք արել վերջերս, չեք կարող ասել դրանից առաջ ինչ եք արել։ Տեսեք, ճակատագրով, այսինքն նույնիսկ եթե դուք ինչ-որ ժամանակ առաջ ինչ-որ սխալ քայլ եք արել կամ ինչ-որ ճիշտ որոշում չեք կայացրել, աշխատանքի վայրում այսօր արդեն դուք տեսնում եք դրա հետևանքը։ Էլի եմ ասում, շատ մեծ, չգիտեմ, ճակատագրական սխալների մասին չի խոսքը, չէ, բայց մենք կյանքը ինչից է կախված, ընտրություններից, որ մենք կայացնում ենք կյանքում։ Ճիշտ ընտրություն չեք արել, ճիշտ որոշում չեք կայացրել, նույնիսկ կարող ես արնել ամիսներ առաջ, չգիտեմ։ Ու այսօր հանկարծ գալիս եք կանգնում եք խնդրի առաջ, ու այսօր փորձում եք հասկանալ ու գլխի չեք ընկնում ինչ եղավ, բայց իրականում սա ինչ որ պատճառ լինում է։ Սա հետևանքն է, ինչ որ բանի հետևանքն է, որը ես կդժվարանամ ասել։ Բայց ես տեսնում եմ, որ աշխատանքի մնալու, աշխատանքից հեռանալու խնդիր կա։ Եվ սա իրականում ձեր մտքում է, դուք եք որոշում, մնաք թե գնաք։ Ես այստեղ տեսնում եմ, որ տեղից չի շարժվում, այո, աշխատանքում ոչինչ տեղի չի ունենում։ Չեմ էլ կարող ասել, ես լրացուցիչ կարտեր կարող եմ հանել, բայց նավակը կանգնած է, աշխատավարձ չի բարձրանում, առաջ խաղացում չկա, դուք իսկապես կանգնած եք այսպես ծովի մեջտեղում, տեսեք, Արագաստանավը կանգնած է, չի շարժվում, այս դեպքում չի շարժվում, բայց իրականում պետք է չէ շարժվի, կամ պետք է մնաք, կամ պետք է գնաք, եթե մնաք, ուրեմն պետք է ինչ-որ հույս լինի, ինչ-որ բան պետք է փոխվի, իսկ եթե ոչինչ չի փոխվում, մնալու իմաստը ո՞րն է, որտեղ ձեզ բավականին տանջում է այս հարցը, այնպես չէ, որ դուք այսպես մնում եք, դե հիմա ոչինչ, ինչ-որ բան այն չի, բայց չէ, ձեզ իրականում շատ անհանգստացնում է։ Շատ հետաքրքիր է, տեսեք, ես տեսնում եմ խաչի 6-ը, տեսնում եմ սրտի 6-ը, տեսնում եմ ղարի 6-ը, 6, այո, սա գնալ չգնալու հարց է, սա անձնականն է, դե նա այլ աշխատանքին էր, բայց միևնույն է, այս բոլորը վերաբերում է ձեզ։ Այն կշեռքները, որոնք այսպիսի վիճակում են, նրանց համար, ովքեր կյանքում ամեն ինչ նորմալ է եւ աշխատանքում սա նրանց չի վերաբերում, բնականաբար չի կարող սա բոլոր կշեռքներին վերաբերել, նրանք ովքեր այսպիսի խնդիր ունեն եւ սա տևական process է։ Իսկ քանի անգամ արդեն կարտեր նայում եի, որ իրենց համար աշխատանքի վայրում կշեռքների համար բավականին բարդ վիճակ էր։ Ես իրականում տեսնում եմ տուն, տեսնում եմ լուսին, տեսնում եմ ձիավոր։ Գիտեք, ինչ է մտքովս անցնում, մանավանդ որ տարիքով մարդ եմ տեսնում։ Եթե այստեղ կան մարդիկ կշեռքների մեջ, որոնք տարիքով մեծ են արդեն, ուղղակի կարճել են իրենց աշխատանքին, ինձ թվում է թոշակի գնալու ժամանակն է արդեն։ Անկեղծ ասած, այդպիսի ինչ-որ բաներ եմ տեսնում։ Դուք տխուր եք, չեք ուզում գնալ, բայց երևի թե ժամանակն է։ Պետք է առաջ շարժվի, այսպես չի կարող մնալ երկար ժամանակ։ Այդպես չի կարող երկար մնալ։ Ես որտեվ ունեմ էլ այդպեսի մի ծանոթ, այդ կինը արդեն 70 տարեկան է, կարճել է աշխատանքից ու բոլորն ուզում են գնալ, որտեվ չի կարողանում աշխատանքն անել։ Իսկ ինքը մնացել է, կարճել է իր աշխատանքից։ Որտեղ տուն եմ տեսնում եք տանը ջերմ, գեղեցիկ, շատ լավ կարտեր են, իսկ այստեղ տեսնում եմ ղարի 6-ը, խաչի 6-ը, դուք տանջում եք, բայց իրականում ձեր տանը, եթե որոշ ժամանակ միգուցե չաշխատեք կամ տնից գործ սկսեք, կարող եք շատ ավելի լավ տեղ կարող է ձեզ տանել։
շփվել ձեր բարեկամների ընտանիքի հետ եմ ասում, որտեվ այստեղ տեսնում եք տարիքով մարդ եմ տեսնում եւ տուն։ Դրա համար եմ ասում, եւ աշխատանքի խնդիրների վրա էի նայում այս լրացուցիչ կարտերը։ Առաջինը դա է մտքովս գալիս։ Եթե ինչ-որ մարդիկ կան, որոնք տարիքն արդեն հասուն է եւ կարող են թոշակի գնալ եւ այսպես կարճել են աշխատանքից եւ չի աշխատում։ Մարդիկ ձեզ երկար տարիներ աշխատել եք չեն հանում աշխատանքից, բայց երևի թե ժամանակն է կամ հեռանալու տնից գործ սկսելու, եթե երիտասարդ կամ միջին տարիքում եք, իսկ եթե տարիքով մեծ եք, ժամանակն է ձեզ թոշակի գնալու, որովհետև շատ լավ կլինի իրականում ձեզ համար։ Իսկ տեսնում եմ, ես այդպես եմ տեսնում։ Ֆինանսներում խնդիրներ չեմ տեսնում, այսպես ասեմ։ Դուք ֆինանսական խնդիրներ առանձնապես չունեք։ Ուղղակի դուք ուզում եք աշխատել, բայց ինչ-որ աշխատանքում խնդիրներ կան, բայց դա ձեր ֆինանսների վրա չի ազդում։ Դուք լավ ընտանիք ունեք, նաև կարող եմ ասել, եւ ընտանիքում մենակ դուք չեք գումար աշխատողը։ Այստեղ գալիս են գումարներ, գալիս են նաև մտերիմներից, ասինքն, չգիտեմ, երեխա, հարս, թոռ, նայած ինչ տարիքում եք։ Ֆինանսական խնդիրներ էլ չկան։ Միակ խնդիրները, ես բարեկամների հետ էլ տեսնում եք, անձնական հարաբերություններում շփում կա, մտերիմ եք, շատ լավ է, ուրախ է, միակ խնդիրը տեսնում եմ աշխատանքի հետ, հարգելի կշերկներ, եթե կարողանաք ձեր աշխատանքի հետ կապված հարցերը լուծել, իրականում ձեզ համար ամեն ինչ շատ կթեթևանա։ Երևի թե ժամանակն է կամ աշխատանքը փոխել, կամ աշխատանքի վայրը փոխել, կամ պարզապես մի որոշ ժամանակ մնալ տանը, չաշխատել, մինչև հասկանաք ինչ կարող եք անել։ Կարիճներ, տեսնենք ինչ է սպասում կարիճներին հաջորդ շաբաթ, մայիսի 3-ից 9։ Կարտերը խառնում են, շրջվեցին ծառը եւ ձկները, այսինքն շատ այսպես ֆինանսական աճի տրամադրություն ունեն կարիճներն այս շաբաթ։ Կարիճները շատ գործնական մարդիկ են եւ այսպես սիրում են գումար վաստակել եւ կարողանում են որպես կանոն։ Իսկ այս շաբաթ կարտերը շրջվեցին, տրամադրությունը լինելու այո ֆինանսական աճ։ Հույսով եմ այդպես էլ կլինի, հարգելի կարիճներ։ Ընդհանուր տրամադրությունը անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրության մեջ տեսնում եմ ինչ-որ խոչընդոտներ, ինչ-որ խնդիրներ։ Տեսնենք մյուս կարտերը բացելիս կտեսնենք թե ինչի հետ է կապված։ Ինչ-որ միան կանգ է առնել եւ չի շարժվում։ Ինչ-որ առաջ խաղացում եք ուզում, ինչ-որ նպատակ ունեք, ինչ-որ պլաններ ունեք, ինչ-որ բան խանգարում է, դա չի նշանակում, որ չի լինի, ուղղակի այս շաբաթ կոնկրետ միգուցե անսպասելի, որ դուք չէիք սպասում եւ հանկարծ ինչ-որ խոչընդոտ, ինչ-որ պրոբլեմ է առաջանում, որ պետք է մտածեք այդ հարցը լուծել։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ մի քիչ վեճեր, մի քիչ այսպես բան, չգիտեմ, լեզվակռիվ, ինչ-որ տեսնենք ում հետ է։ Ինչ-որ մի քիչ վեճեր եմ տեսնում, այո, անձնական կյանքում չեմ կարող ասել ում հետ, տեսնենք ինչ կասեն կարտերը։ Գուցե մարդկանց հետ, որոնք ձեր առջև խոչընդոտներ են առաջացնում, խանգարում են ձեր պլաններին, տեսնենք։ Տեսնում եմ բանալի, տեսնում եմ գումարի կարտը եւ տեսնում եմ գիրքը։ Ես կարող եմ այս կարտերով ասել, շատ լավ կարտեր եմ տեսնում, բոլորն են շատ գեղեցիկ, շատ լուսավոր, շատ կարմիր սիրուն կարտեր են։ Կարող եմ ասել, որ դուք ձեր պատկերացումն ունեք գումար վաստակելու մասին։ Դուք ինքներդ գտել եք ձևը, ինչպես պետք է գումար վաստակել, բավականին ուսումնասիրել եք այդ ասպարեզը, ինչ գործել, որ սկսել եք, ինչ նախագիծ, որ սկսել եք, ինչ կամ ուզում եք, մտադրություն ունեք, դուք շատ այսպես ինքնավստահ եք եւ բանալին ձեր ձեռքում է, դուք գիտեք ուր եք գնում, ինչ եք անում եւ դա կապված է գումար վաստակելու հետ։ Բայց կարող եմ ասել անձնական հարաբերություններում ինչ-որ մեկը համաձայն չէ, սա կարող է լինել ընտանիքի անդամ, եթե դուք երիտասարդ եք, կարող է լինել մայրը, հայրը, ուզում են իրենց ճանապարհով գնալ, իրենք, չգիտեմ, այլ կերպ են տեսնում,
եւ իրենք են իրականում, որ խոչընդոտներ են առաջացնում, ինչ որ ձևով ունեն ձեր վրա ազդեցություն եւ սա էլ այ աշխատանքի կարգն է, այսինքն ձեր գործունեությունը իրականում բարդություններ է առաջացնում ձեր անձնական հարաբերություններում, ձեր ընտանիքի կամ չգիտեմ, շրջապատում այլ ովքեր կարող են ձեր վրա ազդեցություն ունենալ։ Բայց ես տեսնում եմ, որ ամեն շատ լավ է, դուք լավ գիտեք, դու շատ լավ գիտեք ինչ եք անում եւ գործերում տեսեք, սա աշխատանքի հետ էր կապված։ Իրականում կզրուցեք, կբացատրվեք եւ ամեն ինչ տեղը կլինի։ Դուք շատ վստահ գիտեք, ասացի գիտես, գիտելիքները ձեռք եք բերել, ուսումնասիրել եք ասպարեզը, որտեղ ուզում եք գումար վաստակել, դուք շատ ինքնավստահ եք եւ դուք իրականում կզրուցեք, կբացատրվեք եւ այս խոչընդոտները կկարողանաք հեռացնել եւ մարդկանց էլ բացատրել։ Դուք ձեր ձևով եք ուզում առաջ գնալ, դուք ձեր ճանապարհն եք գնում, ձեր ձևով եք որոշել գործել եւ գումար վաստակել եւ ես կարծում եմ կկարողանաք խոչընդոտները հաղթահարել, որովհետեւ բանալի էր ընկել, եթե հիշում եք։ Տեսնում եմ կին ֆինանսներում։ Կարող է կին է, կարող է ձեր մայրն է, կարող է ձեր կինն է։ Խոչընդոտ է առաջացնում, որտեւ իրեն դուր չի գալիս այն աշխատանքը, այն գործը, որ դուք անում եք գումար վաստակելու համար։ Տեսնենք։ Այո, տեսեք, քանի կարտ եմ տեսնում։ Դա քրքիր էսպես բան չի տեսել։ Տեսնում եմ առնետները խաչի 7-ն է, տեսնում եմ աղվեսին, տեսնում եմ տունը եւ տեսնում եմ այստեղ ամպեր կուտակված։ Այո, ձեր խնդիրները իրականում կնոջից են գալիս հարգելի կարիչներ, հատկապես նրանք, ովքեր տղամարդիկ են եւ աշխատում են։ Տղամարդիկ աշխատում են, իսկ կանանց դուր չի գալիս այն աշխատանքը, որ իրենք անում են, կինը կարող է ել եմ ասում, կարող եթե դուք շատ երիտասարդ եք կարող է լինել ձեր մայրը կամ կարող է լինել ձեր կինը, դուր չի գալիս ինչպես եք դուք գումար վաստակում, իրեն դուր չի գալիս, միգուցե դուք խորամանկություն եք անում, ոչ շատ ազնիվ ճանապարհով, չգիտեմ, դա իրեն վախեցնում է, անհանգստացնում է, թե ինչ է անում, ես կդժվարանամ ասել, աղվես եմ տեսնում, սա ինքն է խորամանկում, դուք եք խորամանկում, իրեն անհանգստացնում է, որ կարող է կորցնել այդ գործը, ձեզ կարող է ինչ-որ վտանգ սպառնալ, չեմ կարող ասել, բայց հա տեսնում տեսեք տուն, տեսնում եմ բավականին հուզված կինը, բավականին հուզված է, ամպեր են կուտակված, ինքը շատ անհանգիստ է ձեզ համար այս կինը։ Եվ անհանգիստ է ստվերում տեսնում եմ սիրտը, որտեղ սիրում է ձեզ։ Էլ եմ ասում, կարող է լինել մայր, կարող է լինել կին, ինքը անհանգստանում է, որովհետև սիրում է ձեզ։ Տեսնենք խորհրդի կարտերին ցույց կտամ, հենց հաջորդ շաբաթ կարիչների համար ինչ որ կանայք անհանգստանում են։ Արև եմ տեսնում, ամեն ինչ շատ լավ կլինի իրականում։ Եվ այստեղ էլ ստերում տեսնում եմ այս Լիլիան, կարող եմ ասել մի քիչ ավելի խելամիտ եւ իմաստուն գտնվեք հարգելի կարիչներ, եթե դա հատկապես եթե ձեր մայրն է, բայց նույնիսկ եթե ձեր կինն է, սիրում է ձեզ, սիրում է կինը ձեզ եւ դրա համար անհանգիստ է ձեր համար։ Ես իսկապես այստեղ չեմ տեսնում շատ լուրջ բարդ կարտեր, պարզապես այստեղ վիճում է, երևի դուք եք վիճում, բարկանում եք։ Չասենք, ես գումար եմ վաստակում, բերում եմ, մունաթ է գալիս, դժգոհում եք, այսպես չեմ աշխատում, այնպես չեմ աշխատում։ Իրականում սիրում են ձեզ եւ հոգատար են եւ անհանգիստ են ձեզ համար, չգիտեմ, միգուցե շատ եք աշխատում, շատ եք հոգնում կամ ինչ որ բարդ աշխատանք եք անում, ձեր առողջությունն է դրանից վնասվում, միգուցե դրա համար են անհանգիստ, բայց իրականում կարողացեք այս հարցը լուծել սիրով, զրուցելով, բացատրելով, միայն սիրով եւ արև կլինի ձեր հարաբերություններում։ Ամեն դեպքում ձեզ սիրում են, չեն փորձում ձեզ խանգարել կամ կանգնեցնել։ Այնպես էլ չի, որ չեն գնահատում ձեր աշխատանքը, գնահատում են, պարզապես անհանգիստ են։ Հաջող շաբաթ եմ ցանկանում նաև կարիչների համար։